այս պահի դրությամբ կանանց մայրերի տոնի արդիվ հրավիրված կան։ Նինոցմինդայի քաղաքապետարանի կանանց հավասարության եւ туриզմի բաժնում անցկացվեց հանդիպում մայրության տոնի կապակցությամբ։ Հանդիպման հրավիրված էին մունիցիպալիտետի տարբեր գյուղական համայնքներից բազմազավակ մայրեր, այսինքն 4 եւ ավել երեխաներ ունեցող կանայք։ Միջոցառմանը ներկա էր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ով արժևորեց ու բարձր գնահատեց բազմազավակ մայրիկների դերն ու նշանակությունը։ Բացման խոսքով հանդես եկավ եւ ներկաներին ողջունեց մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Մայրության տոնը։ Եվ մենք ընտրենք այն կանանց, ովքեր մեր շրջանում կարելի է համարել հերոսներ։ Կանանց ռազմական օրենսդրության 4 եւ ավելի զավակ ունեցող մայրեր արդեն համարում են բազմազավակ մայրեր, եթե կան մարդիկ, պետք է որ բազման, պետք է որ շատանա։ Եվ դուք ոչ միայն պարգևել եք զավակների տերամուսններին, մեր հասարակությանը, մեր ամբողջությանը, այլ դուք ինքներ ձեզ պարտավորեցնում եք, որ այդ զավակները լինեն ճիշտ, դաստիարակված եւ մեծանում իսկապես խելացի լավ երեխաներ, դա ոչ միայն ձեր հպարտությունն է, դա ընդհանրապես մեր հպարտությունն է, որ մենք մեր հոգիկ մունիցիպալիտետում, մեր տարածաշրջանում ունենք այնպիսի երեխաներ, որոնց կարելի է մատնացույց անել եւ իհարկե ասել, որ սա իր հոր, իր մոր զավակն է։ Այսօր Վրաստան օֆիցիալ նշում է մայրերի օրը, իհարկե մարտը միամսյակն է կանանց համար, մայրերի օրը առանձնակի օր է բոլոր ընտանիքի համար, որովհետև բառերով էլ չի կարելի ասել, թե ինչ դեր ու նշանակություն ունի մայրը։ Վրաստանը արդեն մի քանի տարի է հենց մարտի 3-ը ընտրել է եւ նշում է մայրության օր։ Այսօր մեր մունիցիպալիտետում, ինչպես ամեն տարի, մենք կազմակերպել ենք միջոցառում, որտեղ հրավիրված են բազմազավակ մայրիկները, իհարկե բազմազավակ մայրիկների ներկայությամբ եւ այն մայրիկների որ մենք չենք կարողացել ընդգրկել այսօր միջոցառմանը, նրանց անունից շնորհավորում են բոլոր մայրերին, ինչպես բազմազավակ, այնպես էլ ովքեր որ 1 կամ 2, 3 երեխա ունին, նոր մայրիկներին եւ այն բոլոր աղջիկներին, ովքեր որ մայրանում են, ամենակարևորը խաղաղությունն եմ կամենում, խաղաղ երկնքի տակ կարողանան մեծացնել իրենց բալիկներին, առողջություն, բարեկեցություն ընտանիքներին, ամենակարևորը դաստիարակեն լավ երեխաներ, մեր ապագան, որպեսզի երեխեքը կարողանան իրենց տեղը գտնի հասարակության մեջ, երկրի մեջ, աշխարհի մեջ, հենց մայրիկի հենց առաջին առաքինությունը եւ իհարկե ցանկությունը դա է այս կյանքում, որ իր երեխան գտնի իր տեղը եւ լինի հասարակության պիտանի եւ թանկ մարդ։ Եվ մեր հայ կանանց ուժ ու եռանդ իրանց, որովհետև անկոտրում են հայ կանայք, իրանց օրինակով, իրանց ապրած կյանքով, թեև դժվարությունների մեջ, բայց միշտ իրենց երեխաների համար փորձում են հոգ տանել ամեն իրավիճակի մեջ եւ չեն հանձնվում, չեն թուլանում, առաջ են գնում, ձգտում են ավելի եւ թե սեր են ցույց տալիս, եւ թե նվիրվածություն, եւ տան մեջ առաջի տեղում են, այդպես ասեմ, գործի առումով։ Մայրը ամենակարևոր էակն է այս աշխարհում, կյանքի, գոյության ու ծաղկունքի խորհրդանիշը։ Մայրը գարուն է իր բոլոր առաքինությամբ։ Այս գաղափարախոսության խորիմաստ բնութագիրը իր հարցազրույցում գեղեցիկ կերպով ձևավորեց Լևոն Վարդանյանը։ Այսօր երևի տոներից ամենագեղեցիկ տոնն է, քանի որ այն նվիրված է մայրությանը եւ ամեն անգամ մարդու տոնելով, նշելով այնտեղ մենք խոսում ենք ընդհանրապես կանանց մասին, բայց որ մայրերին ավելի մեծացնենք, ավելի խրախուսենք եւ գիտենանք, որ մեր մայրերը կարևոր դեր են գրավում մեր կյանքում, սա իսկապես ամենագեղեցիկ, դա համար համարվում է ամենագեղեցիկ տոներից մեկը։ Այսօր մենք հրավիրել ենք մեր մունիցիպալիտետի բազմազավակ մայրերից, ճիշտ է, ոչ բոլորը կարողացան այսօր գալ, բայց դե ընդեցինք եւ 10 մայրերին այսօր մենք ողջունեցինք եւ այն զգացմունքը, որ կա, որ իրենք դաստիարակում են 4-ից ավելի երեխաներ եւ դաստիարակում են այն ոգով, որ երեխաները մեծանան եւ դառնան մեր հասարակության
կրթված, դաստիարակված մարդկանցից մենք այսօր համոզվեցինք, քան որ ծանոթ էինք նրանց երեխաներից քանիսին եւ գիտենք, որ նրանք եւ աշխատում են եւ զբաղվում են մեր սեկցիաներում եւ մարզական եւ կրթական եւ բոլոր երեխաները ունեն ինչ որ ձիրք իրենց կյանքում հասնելու, դա իրենց մայրերի շնորհիվ է։ Եվ այսօր ես մեր մունիցիպալիտետի տղամարդկանց կողմից շնորհում եմ բոլոր մեր շրջանի կանանց եւ ոչ միայն մեր բոլոր շրջանի, այլ ամբողջ երկրի կանանց, որպես մայրերին, որպեսզի իրենք լինեն քաչառողջ եւ ունենալով գեղեցիկ զավակներ, դաստիարակեն խաղաղասեր, դաստիարակեն, որ իսկապես այս ժամանակահատվածը, որ մենք ապրում ենք եւ յուրաքանչյուր անգամ առավոտ միասնող հերոստատեսությունը լսում ենք, որ աշխարհը խառնված է եւ կամ կլինουν տեղի ունենում պատերազմներ, խժդժություններ եւ կանանց դերը այստեղ ավելի շատ մեծ է, քանի որ կինը ավելի ամենախաղաղասեր մարդն է եւ այս օրը տոնելով մենք ուզում ենք ավելի մեծացնել մայրերին, որպեսզի դաստիարակեն այնպես երեխաներ, որ կյանքում չլինեն ռազմատենչ, ռազմասեր եւ ամբողջ խաղաղում տիրի սերը, խաղաղությունը եւ ջերմությունը։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր։ Սա միայն տոն չէ, այլ նրբության, բարության, ծաղկունքի ու արբունքի գրավական։ Իզուր չէ, որ այն նշվում է գարնանամուտին։